Կրկին անգամ ողջունում եմ Խմենք TV մեր տեսահոլիկում։ Այսօր հավաքվել ենք մի շատ հրաշալի, մի շատ հաճելի առիթով կանանց համաշխարհային տոնի կապակցությամբ։ Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր կանանց, մեր աղջիկներին, մայրերին, քույրերին, տատիկներին, բոլոր կանանց, ինչու՞ չէ նաև ամբողջ աշխարհի կանանց իրենց հրաշալի տոնի կապակցությամբ։ Գարունը սկսվում է ձեզանով։ Ամբողջ տարին է ձեզ նվիրված։ Ես համոզված եմ, որ ձեզ սիրող տղամարդիկ, ովքեր ձեր կողքին են, ողջ տարին ձեզ փայփայում են, գուրգուրում են եւ հիանում են ձեզանով։ Բոլորը մարդկության պատմության ընթացքում երաժիշտները, նկարիչները, երգիչները, քանդակագործները, բոլոր տեսակի արվեստագետները իրենց հիացմունքը իրենց արվեստի միջոցով արտահայտել են ձեր նկատմամբ։ Ես իմ խոնար լուման եմ այսօր ուզում ներդնել եւ ձեզ նվիրել 3 հրաշալի կոկտեյլ ձեր հրաշալի տոնի կապակցությամբ։ Ձերպես քնքուշ, ձերպես մեղ եւ ձերպես հիանալի 3 կոկտեյլ։ Արտադրեք ձեր տղամարդկանց, որպեսզի պատրաստեն այն ձեզ համար եւ համտեսեք։ Վայելեք, խմեք համեղ, խմեք հաճույքով, խմեք չափավոր։ Այսպես ուրեմն կոկտեյլ համար առաջին։ Այն կոչվում է ելակ սերուցքով։ Մեզ անհրաժեշտ է ջին 30 միլիգրամ, անհրաժեշտ է ելակի լիկյոր 40 միլիգրամ, անհրաժեշտ է կակաոյի լիկյոր 15 միլիգրամ եւ սերուցք 10-ից 20%-անոց յուղայնությամբ 30 միլիգրամ։ Ձեր ցանկությամբ, ձեր հաճույքով։ Ուրեմն, առաջինը մենք վերցնում ենք մեր կոբլերը, շեյքերը, լցնում ենք ելակով լիկյորը, սա իմ պատրաստված լիկյորն է, ես եմ պատրաստել 40 միլիգրամ։ Այսպես կոչված չոր ջին 30 միլիգրամ։ Մյուս բաղադրիչը այսպես կոչված կակաոյի լիկյորն է։ Սա նույնպես ես եմ պատրաստել մեր մոտակա հաղորդումների ժամանակ, եթե ձեզ համար հետաքրքիր կլինի, թե ինչպես ենք պատրաստում, ամբողջովին այդ տեսաշարքը կնվիրենք մեր լիկյորների պատրաստմանը։ Մեզ կակաոյի լիկյորը պետք է 15 միլիգրամ։ Եվ մեր վերջին բաղադրիչն է սերուցքը։ Այն մեզ անհրաժեշտ է 30 միլիգրամ։ Ավելացնում ենք սառույցը եւ 10-15 վայրկյան թափահարում ենք մեր շեյքերը։ Վերցնում ենք մեր քամիչները, ստրեյն, դաբլ ստրեյն եւ քամում մեր կոկտեյլը։ Իհարկե կարելի է գեղեցիկ վարդագույնը ստանալու համար օգտագործել նաեւ գրենադին 5 միլիգրամ, բայց ավելի բնական լինելու համար ես չեմ օգտագործել գրենադին եւ մնում է մեզ միայն զարդարել մեր կոկտեյլը։ Մեր կոկտեյլը զարդարում ենք ելակով։ Վերցնում ենք դանակը, վերցնում ենք ելակ։ Եթե չունեք ելակ, կարող եք ընդհանրապես ոչ մի բանով չզարդարել, ուղղակի ես ունեմ զարդարում եմ կամ ուրիշ հատապտղով, կամ ինչ-որ մի մրգով։ Մեր առաջին կոկտեյլը պատրաստ է։ Ձեր կենացը խմում եմ ձեր հաջողությունների համար։ Կոկտեյլ համար 2։ Մի շատ հիանալի, շատ համեղ, շատ նուրբ կոկտեյլ։ Իմ անձամբ իմ ամենասիրած կոկտեյլներից մեկը։ Դա դասական Clover
Club կոչված կոկտեյլն է, որը 100 տարուց ավելի պատմություն ունի։ Այն վայելեք ձեր հրաշալի մտքերով, ձեր գեղեցիկ մտքերով, ձեր բոլոր անուրջներն ու երազանքները հաղորդելով էներգետիկ դաշտով դեպի տիեզերքի։ Clover Club կոկտեյլի համար մեզ անհրաժեշտ է ջին, լոնդոնյան չոր, մեզ անհրաժեշտ է լայմի հյութ, մեզ անհրաժեշտ է գրենադին, այսինքն սա նռան օշարակ է, պետք է ազնվամորու մուրաբա և ձվի մեկ փոքր ձվի սպիտակուց։ Մի զարմացեք, սպիտակուցը շատ օգտագործում կոկտեյլների մեջ, այն կազմը, այն բաղադրությունը իր միմյանց հետ համակցում է և հետաքրքիր ամպային հատկություն է տալիս կոկտեյլին։ Փորձեք առանց վախենալու, շատ համեղ է լինում։ Անցնենք հավաքմանը մեր կոկտեյլի։ Առաջինը ջին 50 միլիգրամ։ Ազնվամորու մուրաբա 30 միլիգրամ։ 4-5 թեյի գթալ է։ Նայած թե ինչ քաղցրության եք դուք ուզում լինի ձեր կոկտեյլը։ Հաջորդը ձվի սպիտակուցը և մեր լայմի հյութը։ Ես արդեն ունեմ պատրաստված լայմի ֆրեշը, օգտագործեցինք անցած անգամ։ Լայմի հյութ 15 միլիգրամ։ Եվ վերջապես մեկ թեյի գթալ, այսինքն 5 միլիգրամ, 5-7 միլիգրամ գրենադին, սա բացառիկ գույնը փոխելու համար, փորձի համար ենք անում, որպեսզի դուք տեսնեք ինչպես է տարբերում։ Ուրեմն երբ օգտագործում ենք ձվի սպիտակուց կոկտեյլների մեջ, սկզբից անում են այսպես կոչված չոր շեյք, այսինքն առանց սառույցը ավելացնելու թափահարում ենք շեյքերը, դրանից հետո բացում ենք, ավելացնում ենք սառույցը և նորից թափահարում ենք, որպեսզի այդ փրփուրի շերտը հարուստ ամպոտ փրփուր լինի։ Բայց ես ունեմ այսպիսի մի լայֆհաք կոչվածը, սրանով ուղղակի ես ծտնում եմ։ Սրանից հետո մենք ավելացնում ենք սառույցը և կրկին անգամ լավ թափահարում ենք 15-20 վայրկյան, որպեսզի փրփրի։ Վերցնում ենք մեր քամիչները, ստրեյն, դուբլ ստրեյն և քամում ենք մեր կոկտեյլը այս գեղեցիկ բաժակի մեջ։ Եվ մնում է այն ուղղակի զարդարել։ Դրա համար ես այն կզարդարեմ 3 ազնվամորու պտուղներով, խնդրեմ։ Այս հրաշալի կոկտեյլը ես նվիրում եմ ձեզ։ Եվ այս կոկտեյլով նույնպես ուզում եմ խմել ձեր թանկագին կենացը, ձեր հաջողությունների և ձեր ընտանիքների համար։ Եվ այսպես կոկտեյլ համար 3, մեզ անհրաժեշտ է ջին, այս անգամ կօգտագործենք ծաղկային շատ հետաքրքիր ջին, մեզ անհրաժեշտ է շաքարի օշարակ, կիտրոնի հյութ և սև հաղարջի լիկյոր։ Մեզ անհրաժեշտ է շեյքեր, նրա մեջ ենք դնում սառույցը և հավաքենք մեր կոկտեյլը։
Լցնենք, մեզ անհրաժեշտ է ջին 50 միլիգրամ, շաքարի օշարակ 15-20 միլիգրամ, կիտրոնը տրորում ենք, որպեսզի հյութը ավելի լավ դուրս գա, քամում ենք մեր կիտրոնը հյութ քամիչով 20 միլիգրամ, փակում ենք շեյքերը և թափահարում ենք 10-12 վայրկյան։ Վերցնում ենք պատրաստի բաժակը սառույցով լի և քամում ենք մեր կոկտեյլը նրա մեջ։ Ավելացնում ենք փշրեցված սառույց, վերցնում ենք մեր հաղարջի լիկյորը և վրայից մեղմորեն ավելացնում ենք մեր սառույցի վրա։ Այն տարածվում է շատ գեղեցիկ կերպով կոկտեյլի մեջ։ Եվ այսպես կոկտեյլ համար 4, որի մեջ լցնում ենք 50 գրամ սերուցքային պաղպաղակ, մեզ պետք է 200 միլիգրամ կաթ, ես վերցնում եմ 100 գրամ կաթ, 100 միլիգրամ կաթ և 100 միլիգրամ սերուցք, ավելացնում ենք մեր պաղպաղակի վրա, վերցնում ենք 3 մոշ, 3 հաղարջ, 3 ելակ, ձեր ձեռքի տակ ինչ հատապտուղներ կան, կարող եք օգտագործել դրանք, կարող եք օգտագործել մրգեր տարբեր տեսակի և այլն, և մեր միքսերով սկսում ենք այն տարանջատել, ծփել մինչև վերջին հատիկը։ Լցնում ենք բաժակի մեջ, զարդարում ենք այն սերուցքով, խփված սերուցքով և գեղեցկության համար ավելացնում ենք մի քանի հատապտուղ։ Մեզ այն վայելելու համար ձողիկ է անհրաժեշտ, խնդրեմ, մեր միլքշեյքը պատրաստ է։ Խնդրեմ, մեր միլքշեյքը պատրաստ է, շնորհավորում եմ մեր բոլոր աղջիկների տոնը նույնպես և այն փոխանցում եմ մեր օպերատորին համտեսել։